Վիետնամում, որտեղից լուսաշխարհ է եկել spring roll-ը, հավատում են, որ եթե երեխան առաջին անգամ ուտի ճիշտ պատրաստված spring roll, նա կմեծանա համբերատար եւ հաջողակ մարդ։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք ապխտած հավով spring roll։ Բացի ապխտած հավից իհարկե լինելու են տարբեր բաղադրիչներ։ Կսկսենք բանջարեղեն տապակելուց։ Բուսա յուղ ենք տաքացնում եւ սկսում ենք գազարից։ Կվերցնեմ մեկ մեծ գազար, միջին գազար։ Կտրատելու ենք մանր խորանարդիկների։ Ընդհանրապես spring roll-ի մեջ բոլոր մթերքները կտրատած են շատ մանր։ Ոչ բոլոր մթերքներ ենք ջերմային մշակման ենթարկելու։ Օրինակ քաղցր պղպեղը օգտագործելու ենք հենց այդպես։ Գազարը հենց սկզբից կառաջարկեմ մեկ պտղունց մառանիկ ընկերության աղով համեմենք։ Գազարը հենց փափկեց, կհանենք եւ կտապակենք ցուկինին։ Կվերցնեմ մեկ ցուկինի, արի դու։ Մեկ միջին չափի ցուկինի։ Սրա հետ վարվում ենք նույն կերպ։ Կտրատում ենք մանր խորանարդիկների։ Հանենք գազարը, այնպես հանենք, որ բուսայուղը մնա տապակի մեջ։ Այժմ ասնենք ցուկինին։ Այսինքն տապակենք, դրան արդեն մանրացրել ենք։ Ցուկինի նույնպես համեմում ենք մի պտղունց աղով մառանիկ ընկերության։ Մյուս բաղադրիչը, որ առաջարկելու եմ, դա թափանցիկ լապշան է։ Վրան լցնում ենք եռացած ջուր, հենց նոր եռացրած, պետք է այն տաք լինի շատ, և թողնում ենք փափկի, կարելի է ծածկել։ Եվ անցնում ենք մյուս բաղադրիչին, որը ջերմային մշակման չենք ենթարկելու։ Դա քաղցր պղպեղն է, վերցրել եմ այսպիսի փոքրիկ, նրբիկ, գույնզգույն պղպեղներ։ Սրանց կտրատում ենք նույն կերպ մանր խորանարդիկների։ Պղպեղները 200 գրամ են։ Ընդհանրապես հեռացնենք սերմերը։
Առաջարկում ամեն ինչ լցնել իրար հետ։ Դու ինչու ես հեռացել։ Այսինքն կլցնենք պղպեղը։ Գազարը նույնպես պղպեղի հետ և այժմ նրանց կմիանա ցուկինին։ Մյուս բաղադրիչը նույնպես ջերմային մշակման չենք ենթարկում։ Դա թարմ վարունգն է։ Կտրում ենք երկարությամբ, նախ ծայրերը հեռացնենք, հետո կտրում ենք երկարությամբ և հեռացնում ենք սերմերը։ Որից հետո կտրատում ենք մանր խորանարդիկների։ Սա էլ արեցինք։ Մյուսը մարինացված կոճապղպեղն է։ Մոտ 40 գրամ։ Թարմ, չերի, լոլիկ կառաջարկեմ, 1, 2, 3, 4, 5, 6 հատ։ Կտրում ենք նույն կերպ։ Չերի սերմերը չենք հանի, այն շատ մսոտ է և գրեթե հյութ չկա։ Մյուս բաղադրիչը պեկինյան կաղամբն է։ 1, 2, 3, 4 թերթիկ։ Կտրում ենք նույն տրամաբանությամբ։ Մանր ենք կտրատում, որպեսզի կարողանանք հեշտ խճողել։ Այս խճողակը լցնելու ենք բրնձե թերթիկների մեջ։ Կարծես թե փոքր է ստացվել։ Օգնության է գալիս սիրելի ամանը։ Բաղադրիչները ավելի շատ են, քան ես պատկերացնում էի։ Շատ գեղեցիկ են գույները, գույնս գույն է ստացվում։ Կառաջարկեմ թարմ կանաչներից սոխ, կանաչ սոխ։
3 փոքրիկ սոխուկներով վերցնենք 4 5 6 ցողուն Թթու կաղամբը խճողակին թթվաշություն կհաղորդի։ Վերցրել եմ մոտ 400 գրամ թթու կաղամբը։ Ջրկամ ենք լապշան, նույն բանը անում ենք լապշայի հետ։ Լապշան կարելի է մի փոքր ավելի երկարուկ կտրատել։ Եվ մնաց հիմնական բաղադրիչը, դա ապխտած հավն է։ Կվերցնեմ ապխտած հավի կրծքամիսը։ Մեկ կտրելու ընթացքում կերևա, որքան կվերցնեմ, 1 թե 2 կրծքամիսը։ Այսինքն կեսը կրծքամիսի, թե ամբողջությամբ կրծքամիսը։ Երևի թե երկուսն էլ կվերցնեմ։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ նաև սամիտ։ Մեկ փոքր փունջ։ Խառնենք։ Ամեն ինչ խառնեցինք, մնաց սոուսը, հավաքենք մի փոքր սեղանը, ավելորդ իրերը վերցնենք, դու էլ պետք չես, վերցնենք հարմար աման, որի մեջ կլցնեմ սոյա սոուս, 3 ճաշի գթալ, 3 ճաշի գթալ սոյա սոուս, կոճապղպեղ, մոտ 1 սանտիմետր, սխտոր, 2 միջին բջեղ, քերում ենք մանր անցքերով։
Ավելացնում ենք կծու չիլի սոուս։ Մեկ թեյի գթալ մեղր։ Ավելացնում ենք բրնձի քացախ, 1 ճաշի գթալ, տերիակի սոուս, 1 ճաշի գթալ, անտառային հատապտուղների բալզամիկ քացախ, 1 թեյի գթալ, դդմի սերմի յուղ, 2 ճաշի գթալ և բարձր որակի ձիթայուղ, ևս 2 ճաշի գթալ։ Լավ խառնելուց հետո լցնում ենք մանրացրած մթերքների վրա։ Քիչ էր մնում մոռանայի, ավելացնելու եմ նաև կես լայմի հյութ և կարծում շատ կարևոր բաղադրիչ։ Գետնանուշի մածուկ։ Կես լայմ և 1 ճաշի գթալ գետնանուշի մածուկ։ Վերջ լցնում ենք և տակնու վրա անում, որպեսզի հավասար տարածվի արի մոտ։ Վերջ, մնաց ձևավորել ռոլերը, սպրինգ ռոլերը, գարնանային փաթեթները։ Վերցնում ենք յուղաթուղթ, թրջում ենք այն, սրա վրա ենք ձևավորելու։ Սափռում եմ, որ ավելի հեշտ լինի։ Որից հետո մեզ հարկավոր է գոլ ջուր։ Լցնում ենք խորը, թեթևակի խորը ափսեի մեջ։ Հերթով բրնձի թերթիկները գցում ենք ջրի մեջ, սուզում ենք մոտ 10 վայրկյան։ Եվ ծայրը պատրվեց, ոչինչ, և փաթեթավորում ենք, լցնում ենք խճողակից եզրին, և տոլմայի նման բլիթ ենք ձևավորում։ Նույն կերպ փաթաթում ենք մնացածը և մատուցում։ Մատուցելիս վրան ծորացնում ենք ձիթայուղ և վրան շաղ ենք տալիս Մարանիկ ընկերության քոնջուտ։ Նույն կերպ վարվում ենք մնացածի հետ։ Ապխտացավով սպրինգ ռոլ։ Բուսայուղ տաքացնել, մանր խորանարդիկների կտրատած գազար տապակել, համեմել աղով։ Հենց գազարը փափկի, հանել,
մանր խորանարդիկների կտրատած ցուկինի տապակել, համեմել աղով, թասի մեջ լցնել մանր կտրատած քաղցր պղպեղ, գազարը, ցուկինին, մանր խորանարդիկների կտրատած սերմերը հանած վարունգ, կտրատած մարինացված կոճապղպեղ, չերի լոլիկ, պեկինյան կաղամբ, կանաչ սոխ, թթու կաղամբ և գազար, նախապես թրջած կտրատած ֆունչոզա, ապխտած հավի կրծքամիս, սամիտ, խառնել։ Սոուսի համար ամանի մեջ լցնել սոյայի սոուս, քերած կոճապղպեղ, քերած սխտոր, կծու չիլի սոուս, մեղր, բրնձի քացախ, տերյակի սոուս, անտառային հատապտուղների բալզամիկ քացախ, դդմի սերմի յուղ, ձիթայուղ, լայմի հյութ, գետնանուշի մածուկ, խառնել, լցնել ամանի մեջ, տակնու վրա անել։ Բրնձի թերթիկներ թրջել, խճողակը լցնել վրան, բլիթ ձևավորել։ Մատուցելիս վրան ձիթայուղ ցողել, քունջուտ շաղ տալ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, տավարի սիրտ, կախասունկ եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։